Կարող ես ամեն ինչ անել քեզ հասկանալու համար, բայց եթե մարդը չի ուզում տեսնել քեզ, նա չի տեսնի, ու դու պետք է համակերպվես դրա հետ։ Պատկերացրու, մեկը շատ բացասական մարդ է, նա վատ մարդ չէ, ուղղակի բացասական է։ Եթե դու ասում ես կյանքը գեղեցիկ է, նա կասի կյանքը դժոխք է, դու ով ես, որ ասում ես այդպես։ Դու պետք է հասնես այն կետին, որտեղ համակերպվում ես, որ մարդիկ կարող են սխալ հասկանալ քեզ, որովհետև դու արդեն հասկացել ես, որ յուրաքանչյուրն ազատ է աշխարհը տեսնելու իր ձևով։ Փորձելով, որ մարդիկ քեզ հասկանան կամ սիրեն, դու փորձում ես վերահսկել, իսկ մարդիկ ազատ կամք ունեն, նրանք կարող են սիրել, ում ուզում են, չսիրել, ում չեն ուզում, և դա նորմալ է։ Երբ դու ընդունում ես դա, դու ազատվում ես վերահսկման պատրանքից, ուղղակի բաց թող։ Եթե նա չկարողացավ սիրել քեզ այս պահին, դա նրա հնարավորությունների սահմանափակումն է, ոչ թե քո արժեքի հարցը, և դա լավ է, ընդունելի է։ Դու չես կարող ստիպել մարդկանց քեզ սիրել այնպես, ինչպես դու ես ուզում։ Իրական սերը այն է, ինչպես այն ինքն իրեն դրսևորում է։ Երբ դու թողնում ես մի մարդու, ում սիրել ես, դա չի նշանակում, որ դու վախկոտ ես կամ չես սիրել։ Դու իրոք սիրել ես, և դա լավ է, բայց դու չպետք է շարունակես այդ ցավը քեզ հետ կրել, թե ինչ-որ բան ապացուցես, ավելի գեղեցիկ դառնաս, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչ են կորցրել։ Ոչ, ոչինչ չի կորել, ոչ ոք ոչինչ չի կորցրել։ Եթե դու կարողացել ես ազատվել մի մարդուց, ով չի կարողացել քեզ իսկական սեր տալ, դու արդեն հաղթել ես։ Քեզ պետք չէ լավ տեսք ունենալ, լավը լինել ավելի, վրեժ լուծել նրանից, ովքեր չեն գնահատել քեզ։ Դադարեցրու չափից շատ մտածելը։ Շատ մարդիկ չափից շատ են հոգ տանում, որովհետև շատ են մտածում իրավիճակների մասին։ Նրանք մտածում են, օ Աստված, ես կորցրեցի այս ընկերությունը, հիմա նա ամենուր պատմում է այս ու այն բանը, բլա բլա բլա։ Կամ ես կորցրեցի իմ զուգընկերոջը, որովհետև գուցե ես բավականին լավը չէի։ Լռեցրու միտքդ, ինչ ես անում ինքդ քեզ հետ։ Ընդունիր իրավիճակը այնպես, ինչպես կա։ Եթե ինչ-որ մեկը դուրս եկավ քո կյանքից, մտածիր, լավ, նա ինձ հարմար չէր, ես էլ նրան, և ես մի օր կգտնեմ այն մարդուն, ով իսկապես ինձ համար է։ Եթե ընկերները թողեցին քեզ, միշտ ասա, շնորհակալ եմ Աստծուց, որ տեսա, թե ով էր այդ մարդը, և հիմա նա գնացել է, որովհետև Աստված ինձ համար հրաշալի ծրագիր ունի, նա տեղ է բացել այն նորի և ավելի թանկի համար, որին ես պետք է սպասեմ ամբողջ ուրախությամբ և հոգու թրթիռով։ Սկսիր այդպես մտածել։ Դադարեցրու իրավիճակները մանրամասն փորել ու թափանցիկությունը կորցնել։ Միակ մարդը, ում տանջում ես, դու ես սիրելիս։ Եթե դու կորցնես ինքդ քեզ, դու ամեն ինչ կկորցնես։ Եթե կորցնես միտքդ, ամեն ինչ կորած է։ Նայիր այն մարդկանց, ովքեր կորցրել են իրենց միտքը։ Եվ մի բան էլ, չթողնես, որ զգացմունքները ամբողջությամբ տիրեն քեզ։ Հաճախ, երբ մենք գտնվում ենք էմոցիոնալ վիճակում, մենք սկսում ենք մտածել ոչ տրամաբանված։ Դրա համար էլ երբեմն մարդիկ շատ ծայրահեղ քայլեր են կատարում զգացմունքային պոռթկման պահին։ Իսկ եթե դու դուրս ես գալիս այդ վիճակից, ասում ես, որ դու նման բան երբեք չէիր անի։ Դա իսկապես տխուր է, դու չես կարող թույլ տալ, որ այդ զգացմունքները ամբողջությամբ կործանեն քեզ։ Այդ պահին պետք է հարցնես ինքդ քեզ, ես հիմա մտածում եմ զգացմունքով, թե սա իսկապես այն է, ինչ կատարվում է։ Իմ կյանքը վերջացավ։ Սա իրոք իրականություն է, թե զգացմունքային մտածում։ Իսկապես հարցրու ինքդ քեզ։ Դու պետք է կարողանաս հանգստացնել և խաղաղեցնել ինքդ քեզ, որովհետև երբ մարդիկ տեսնում են, որ դու չափից դուրս զգացմունքային ես և արագ ես արձագանքում, դու դառնում ես հեշտ վերահսկվող և խոցելի։ Նույնիսկ եթե դու այդքան զգայուն մարդ ես, դա էլ է գեղեցիկ, բայց մի գնա և մի լացի հանրության մեջ, որովհետև դու նրանց տվեցիր այն, ինչ ուզում էին։ Ոչ սիրելիս, մի ցույց տուր այդ էմոցիաները։ Վիշտը ապրիր լռությամբ, անձնական տարածքում։ Հանրության մեջ դու պետք է հավասարակշռված երևաս, քանի որ այս բոլոր թունավոր մարդիկ պարզապես սպասում են քո թուլությանը։ Հասկացիր էներգիայի փոխանակման գաղափարը։ Նայիր, հայտնի մարդիկ սիրում են, երբ իրենց մասին խոսում են, լինի դրական թե բացասական, որովհետև մարդիկ էներգիա են տալիս։
Նրանք նույնիսկ վճարում են PR մենեջերներին, որպեսզի կեղծ պատմություններ տարածեն, երբեմն բացասական միայն թե խոսեն իրենց մասին, ավելի շատ դրամա ստեղծելու համար։ Այն ամենը, ինչին դու արձագանքում ես, էներգիայի փոխանակում է։ Երբ դու նայում ես այդ բամբասանքներին, երբ ուշադիր ես ատելությանը, դու էներգիա ես տալիս այդ մարդուն, դու հանձնվում ես։ Բայց որքան ժամանակ դու իրապես չարձագանքես եւ բաց թողնես, այնքան ժամանակ դու ես վերահսկողը, դու ես խաղավարը, դու ես թելադրում կանոնները, որովհետեւ օրվա վերջում այդ մարդիկ կկատարեին ամենավատ բաները, միայն թե լինեին քո տեղում։ Սա է իրականությունը։ Ոչ ոք այնքան խորությամբ չի հետաքրքրվում քեզանով առանց պատճառի։ Աստված ինչ կողմ է բռնում մտածիր։ Դու կարծում ես Աստված կկանգնի այն մարդկանց կողքին, ովքեր ցավ, ատելություն, բամբասանք ու չարություն են տարածում։ Իհարկե ոչ։ Աստված միշտ կանգնած է այն մարդու կողքին, ով տուժող կողմում է, ու դու ավելի շատ օրհնություններ ես ստանում։ Դու ստանում ես նրանց ամբողջ էներգիան, դու հաղթում ես։ Ամեն անգամ, երբ արկածնում են, փորձիր ուրախանալ, ինչ էլ որ զգաս, դու այն վերափոխիր ստեղծագործության։ Ես տեսանյութ եմ սկսում նկարել, արվեստ եմ ստեղծում, ինչ-որ բան եմ անում, բայց միշտ իմ հույզերը վերածում եմ ինչ-որ բանի։ Այսպես պետք է աշխատես նաև դու։ Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը փորձում է քեզ նվաստացնել, դու պետք է դարձնես դա մոտիվացիա, վերափոխելու այն մեկ այլ էներգիայի, դրական, բացասական, ամեն ինչ վերցրու այդ կուտակված հիասթափությունը ու դաս քաղի դրանից, դարձիր ավելի խելացի, ավելի փորձված, այն քեզ համար զենք դարձրա, ոչ թե դարձիր զոհ, սովորիր ավելի շատ զարգացնել, զարգացրու միտքդ, գործ արա այն, ինչ քեզ օգուտ կտա։ Երբ քո մասին մի վատ բան ես լսում, ապա ուրախացիր, դու այնքան հետաքրքիր ես ապրում, որ քո մասին խոսելով իրենք սնվում են հոգեպես։ Դրա համար նույնպես եղիր շնորհակալ, քանի որ վստահ եմ, հենց հիմա կգտնես քո մտքում ամենակիչը 5 մարդ, որ կցանկանար քո կյանքով ապրել, ունենար այն, ինչ դու ունես։ Ավելի լավ է տանջվել առյուծների հետ լինելով վերջինը, քան քայլել առջևում, բայց ոչխարների հոտի մեջ լինել։ Շնորհակալ եղիր։ Շնորհակալ եղիր Աստծուն, որ քեզ ատողներ է ուղարկել, որովհետև հիմա դու կարող ես ավելի ուժեղ ու ավելի լավը դառնալ։ Հրաշալի միջոցը, որով դու կարող ես ազատվել նյարդային ջղաձգումներից, դա այն է, որ քեզ համար նախատեսվածը քո առջևում է, ու եթե հիմա դու ցախողվում ես, ուրեմն դա քոնը չէ, ավելի լավը սպասում է քեզ, ու դու մի կանգնիր, քայլ արա, գործիր, միայն թե չհուսահատվես եւ չուրախացնես ոչ ոքի, ուրախացրու ինքդ քեզ ու քո հարազատներին, աճիր, գործիր եւ կտեսնես արդյունքը։ Ես դա քեզ խոստանում եմ, վստահ եմ, որ 1 տարի էլ չանցած կգտնեմ այստեղ քո մեկնաբանությունը, եթե մինչև այստեղ լսեցիր։ Վստահ եմ, որ այս տեսահոլովակը կփոխի քո կյանքը։ Քեզ համար նախատեսված անկախ ամեն ինչից կգա քո կյանք։ Երբ ինչ-որ բան քեզ համար չէ, դու պետք է դուրս գաս այդտեղից, որպեսզի գնաս այն ուղղությամբ, ինչ նախատեսված է քեզ համար։ Եթե հավատք ունես Աստծո նկատմամբ, եթե դու պետք է այսպես մտածես, եթե այս ընկերությունը ավարտվեց, ուրեմն այդպես էլ պետք է լիներ։ Մենք կատարել ենք մեր դերը միմյանց կյանքում, եւ դու ազատվում ես։ Եթե հարաբերություններդ ավարտվեցին, շնորհակալ եղիր, որովհետև դուք սովորեցիք, եւ հիմա դուք պետք է հեռանաք։ Ես նրանից սովորեցի, նա ինձանից, այս ամենը զուտ միմյանց ինչ-որ բան սովորեցնելու դասն է։ Շնորհակալ եղեք այդ դասի համար, որով վճարեցիք միայն ժամանակով, ուրիշ ոչնչով։ Մի թշնամացեք, դուք ուժեղ եք։ Թշնամանում են տկարները, ուժեղները միշտ թույլ ժպտում են, նայում են մարտահրավերների աչքերի մեջ հստակ եւ առաջ քայլում։ Ունեցեք հավատք։ Շատ դեպքերում, երբ չափազանց եք կապվում ինչ-որ բանի հետ, հակառակ էներգիա է առաջանում, փորձելով խլել այդ բանը, որովհետև հիշեք, դուք այս երկիր եկել եք մենակ եւ հեռանալու եք մենակ։ Մահանալիս քեզ չեն թաղելու, այլ ցանելու են, որ նոր պտղի մեջ արթնանաս, նոր մարմնում, նոր տեսքով, բայց արդեն փորձ ունեցած հոգով։ Պատահական չէ, որ նոր սերունդը ավելի շատ բան է կարողանում հիմա անել, քան այն ժամանակվա երիտասարդությունը։
Երբ դու չափից շատ ես կապվում ինչ-որ բանի հետ, դու պատրաստ չես ապրելու այն կյանքը, որ Աստված քեզ է տվել, ժամանակավոր մի կյանք, դու այստեղ ես եկել սովորելու, չես կարող այդքան ամուր կապվել ինչ-որ բանի հետ, որ դրա կորուստը քանդի քեզ, որովհետև այդ մարդիկ, ընկերները, նրանք, ովքեր քեզ ատում են, կապրեն իրենց կյանքով, բայց դու քեզ թույլ ես տվել քանդվել, ինչու տալ նրանց այդ ուժը, այն ինչ հեռանում է քեզանից, համարիր գեղեցիկ, որովհետև դու դաս ես քաղել նրանից, վերցրու դասդ ու շարժվիր առաջ, սա նոր բանի սկիզբ է։ Մենք մեր ողջ կյանքում թողնում ենք ինչ-որ բան, մեր մանկության, մեր պատանեկությունը, մեր պատանեկությունը, մեկ օր էլ կդառնանք ծեր և հրաժեշտ կտանք մեր մեծահասակ կերպարին, այս ամենը նույնպես գեղեցիկ ընթացք է։ Մի թող, որ մարդիկ խլեն քո էներգիան, մի թող, որ խլեն քո միտքը, դու շողում ես, հզոր ես, դու հրաշալի էակ ես, տխրել է, արտասվել է նորմալ է, բայց դա չպիտի ամբողջությամբ կլանի քեզ, դու կարող ես լաց լինել, բայց չպետք է թույլ տաս, որ դա փչացնի քո ամբողջ կյանքը։ Գուցե հիմա չես տեսնում դա, բայց կյանքը շատ արագ է փոխվում, մի շաբաթում կյանքդ կարող է ամբողջությամբ փոխվել, նույնիսկ մեկ վայրկյանում, դա կախված է քո որոշումներից, քո մտածելակերպից, որոշիր, շարունակելու ես քեզ վատ զգալ, քեզ նվաստացնել, թե այսօր որոշում ես կայացնում ու ասում, սա վերջին անգամն է, որ ես այս ցավին եմ կպած, ես այն թողնում եմ, և դու կզգաս, օ, ինչ ազատություն, ինչ դուր փակի ձեր առջև, միևնույն է, Աստծո բացած դուռը ոչ ոք չի կարող փակել, քո օրհնությունը քեզանից ոչ ոք չի կարող խլել, Աստված շատ արդար է, ինչ քեզ է վերաբերվում, կգա քո կյանք անսպասելի և հրաշալի ձևով, դու պարզապես պետք է պատրաստ լինես ընդունել դա, բայց երբ դու շարունակ փորձում ես կառչել մի բանից, ինչը վաղուց պետք է թողնեիր, դու արգելում ես այդ նորի մուտքը քո կյանք։